Բարև ձեզ հայեր և հայրենակիցներ, այսօր հունվարի 11-ն է 2026 թվականի, նոր տարի է սկսվել, շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին և ինչի մասին եմ ուզում այսօր խոսել։ Ես ընդհանրապես ուղիղ եթերներում չեմ անդրադառնում, նկատել եք, որ չեմ անդրադառնում պետության ղեկավարների գործունեությանը, Պուտինի, Ալիևի, Էրդոգանի, Սարգսյանի, Քոչարյանի, Փաշինյանի, Տրամպի, Մակրոնի, ընդհանրապես պետության ղեկավարների գործունեությանը ես չեմ անդրադառնում, որովհետև ես ինձ համար վաղուց պարզել եմ, թե դրանք ովքեր են, նրանք ծառայության մեջ են, ընդամենը հրահանգ կատարողներ են և իմաստ չեմ գտնում այդ պատճառով խոսել նրանց մասին, նրանց գործունեության վերաբերյալ, նրանք ազատ ընտրության իրավունքից, որոշում կայացնելու իրավունքից, ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից զրկված են, հրահանգ կատարողներ են։ Ուստի անիմաստ է խոսել, նրանք ծառայում են աշխարհի համաշխարհային գլոբալ ուժերին, մի քանի ընտանիքներին և ինչ իրականության մեջ, որ մենք ապրում ենք այսօր, դա այդ գլոբալ ուժերի իրենց ծառաների միջոցով իրականացվող քայլերի միջոցով է այսօրվա իրականությունը։ Սակայն այսօր այնինչ տեղի ունենում Հայաստանում, Փաշինյան-Նիկոլ և եկեղեցի հարաբերություններին, ես ցանկանում եմ երկու խոսքով այսօր անդրադառնալ և ձեզ ներկայացնել այն, ինչ ես եմ տեսնում։ Ձեզանից շատերը ինձ համացանցում ճանաչում են որպես հակաքրիստոնյա, այո, ես դա չեմ թաքցնում, ես Հայաստանում հակաքրիստոնեական գործունեություն եմ ծավալում, ինձ համար դուք բոլորդ իմ քույրեր ու եղբայրներն եք, հակառակ ես չէի ասի, որ դուք ինձ եղբայր եք ընդունում, բայց դա ընդամենը ժամանակի հարց է և պատահական չէ, որ այսօր ամենագլխավոր հարցը, օրակարգի ամենագլխավոր հարցը Հայաստանում հենց այս եկեղեցու շուրջ է, դա իմ գործունեության հետևանքն է, իմ նմանների իրական հայորդիների գործունեության հետևանքն է, որովհետև մեր թշնամու ոտքերը արդեն սկսել են դողդողալ, նրանք վտանգ են տեսնում, որ հայորդիները զարթնում են և ամեն ինչ կարող է կտրականապես փոխվել, մեր ազգը ամբողջովին կարող է իր աշխարհայացքը փոխել և դա իրենց համար մեծ վտանգ է, դա իրենց կործանման սկիզբն է լինելու և պատահական չէ, որ այսօր օրակարգի գլխավոր հարցն է այսօր դարձել եկեղեցին։ Նայեք ժողովուրդ, որպեսզի հասկանաք, բերեք մի կողմ դնենք իմ կարծիքը, իմ գործունեությունը, ճիշտ եմ թե սխալ եմ, եկեք դնենք մի կողմ, դա ժամանակի ընթացքում բոլորդ էլ հասկանալու եք, թե ով էր ճիշտ։ Ես երբ որ պատռեմ սրանց բոլոր եկեղեցականների դեմքները պատռեմ, այն ժամանակ դուք ինձ ընդունել եք և որպես եղբայր, դուք ինձ ընդունել եք որպես փոքր մհեր, բայց եկեք այս ամենը դնենք մի կողմ, ես ներկայացնեմ ինչ եմ ես տեսնում, իմ վերլուծությունը ձեզ ներկայացնեմ, իսկ եզրակացությունները դուք կատարեք։ Հաղորդումը դիտելուց հետո նստեք ու մտածեք, ինչքանով եմ ճիշտ, որտեղ եմ ճիշտ, որտեղ եմ սխալ, դուք ինքներդ մտածեք և եզրակացություն կկատարեք։ Նայեք ժողովուրդ, որպեսզի հասկանանք ինչ է տեղ ունենում այսօր մեր երկրում, նախ պետք է իրավիճակի գնահատական տանք, արձանագրենք մի քանի փաստեր։ Առաջին փաստը այն է, որ
մեր հասարակության մեծամասնությունը, մեր ազգի մեծամասնությունը իրեն համարում է քրիստոնյա, այդպես է, չէ՞։ Եվ այդ մարդիկ Աստվածաշունչ գիրքը համարում են սուրբ գիրք։ Եվ այդ մարդիկ եկեղեցին համարում են Աստծո տունը, Աստծո օջախը, իրենց համար եկեղեցին սրբություն է։ Սա մեկ փաստ, դա այդպես է։ Հիմա ես համաձայն եմ, ինձ համար այդպես է, թե չէ, դա մի կողմ ենք դնում։ Ես ուղիղ տեքստով ասում եմ, ինձ համար սրբություն չէ եկեղեցին։ Դա ձեր համար է, մեր ազգի մեծամասնության համար այդպես է։ Սա առաջին փաստը։ Երկրորդ փաստը։ Փաշինյան Նիկոլը մեր ազգի մեծամասնության համար դավաճան է։ Մեր ազգի մեծամասնությունը Փաշինյան Նիկոլին համարում է մեր ազգի թշնամի, ստախոս, խաբեբա, պարազիտ մի կենդանի։ Այս մտքի հետ ես համաձայն եմ, ինձ համար, այո, Փաշինյան Նիկոլը դավաճան է, պարազիտ է։ Նրան միտումնավոր բերել են իշխանության, այս տարածքում ինչ ծրագիր, որ աշխարհի տերերը ցանկանում են իրականացնել, հենց դրա համար հայաթափման, հայկական լեռնաշխարհի հայաթափման ծրագիրն են իրականացնում։ Դրա համար էլ Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության։ Սա երկրորդ փաստն է։ Եվ երրորդ փաստը այն է, որ քիչ առաջ նշեցի, Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության։ Հասարակության մեծամասնությունը դրանում արդեն համոզված է, այդպիսի կարծիք ունի, ովքեր էլ որ համոզված չեն, եթե ցանկանում եք, մենք կարող ենք հանդիպել, ես ձեզ ապացույցները ներկայացնեմ, բայց ոչ այսօր հաղորդման ընթացքում։ Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության եւ նշանակություն չունի, թե ով է բերել։ Դեմքով որպեսի ճանաչեք կամ անուն ազգանունը իմանաք։ Եկեք այդ մարդկանց անվանենք, ինչ որ X մարդիկ Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության։ Իսկ նպատակը գիտեք ինչի համար, նպատակներից մեկը այն էր, որ Արցախը հանձնեին Ադրբեջանին, եւ դա նրանք շատ հմուտ ձևով իրականացրեցին։ Ինչպես իրականացրեցին 18 թվականին կուտը տվեցին մեր ժողովրդին։ Ձեզ բոլորին, քրիստոնյաներ, ձեզ բոլորին Փաշինյան Նիկոլի հետ միասին կանգնեցրին մի դաշտում եւ դուրս հանեցին Սարգսյան Սերժի դեմ, որը նույնպես ծառայում է այն նույն մարդկանց, ինչ որ եւ Փաշինյան Նիկոլը։ Հասկանալի է, չէ՞։ Եվ Փաշինյան Նիկոլը, եւ Սարգսյան Սերժը, եւ Պետրոսյան Լևոնը, եւ Քոչարյանը, եւ պետության տարբեր երկրների պետության ղեկավարները ծառայում են նույն մարդկանց մոտ մի 15 ընտանիքների աշխարհում։ Նրանք ձեզ Փաշինյան Նիկոլի հետ միասին կանգնեցրեցին մի դաշտում, հանեցին Սերժի դեմ, որպեսզի իրենց ստրատեգիական ծրագիրը իրականացնեն, Արցախը հանձնեն։ Կուտը կերակ ժողովուրդ ջան։ Եվ այդ նույն կուտը հիմա իրենք նորից ձեզ ուտեցնում են։ Հիմա ինչ են անում։ Հիմա էլ ձեզ բոլորին, հարգելի իմ քույրեր ու եղբայրներ, ձեզ բոլորին Սարգսյան Սերժի հետ միասին, Քոչարյան Ռոբերտի հետ միասին, Կարապետյան Սամվելի հետ միասին կանգնեցրել են մի դաշտում, որպես եկեղեցու պաշտպաններ ու հանել են Փաշինյան Նիկոլի դեմ։ Չեք հասկանում, որ նույն կարուսելի մեջ եք։ Ինչպես ուզում ձեր հետ, այնպես էլ վարվում են։ Ինչ իրենց պետք է, որ իրենք ստանան, իրենք ստանում են։ Ձեզ մոլորեցնելով դուք չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Նրանք աշխատում են, այն մարդիկ, որոնք Փաշինյան Նիկոլին բերել են իշխանության, նրանք աշխատում են ձեր գիտակցության հետ, ձեր գիտակցական միտքն է իրենց կարևոր, թե դուք ինչ մտքի տեր մարդիկ եք, որպեսզի կարողանան ձեզ կառավարել։ Հասկանում եք, այդ մարդիկ
ինչ ռեսուրսների տեր մարդիկ են, որ կարողացան ամբողջ մի ժողովրդի մանիպուլացնել, ուղեղները լվանալ, որպեսզի աջակցեն Փաշինյան Նիկոլին, որպեսզի Արցախը հանձնեն Ադրբեջանին։ Հասկանում եք, ինչ ռեսուրսների են տիրապետում, ինչքան ինստիտուտներ են իրենց համար աշխատեցնում այդ մարդիկ, որպեսզի կարողանան իրենց ստրատեգիական ծրագրերը իրականացնեն։ 200,000 մարդ նրանք տեղահան արեցին իրենց բնորանից եւ աշխարհով մեկ ցրեցին։ Եվ այսօր ոչ ոք այդ ոչրագործության դեմ, այդ գենոցիդի դեմ համար պատասխանատվության չենթարկվեց աշխարհում։ Դուք պատկերացնում եք, ինչ մասշտաբի մարդիկ են կանգնած այդ ծրագրի հետևում, այսինքն Փաշինյան Նիկոլի հետևում, ովքեր են այդ ծրագրերը իրականացնողները եւ ինչ ռեսուրսների են տիրապետում այդ մարդիկ։ Եվ հիմա նորից նրանք ժողովուրդ ջան, ձեզ կուտ են տալիս։ Ձեզ բոլորին հավաքել են մի դաշտ, որտեղ դուք հանդես եք գալիս եկեղեցու պաշտպան ու դեմ եք դուրս եկել Փաշինյան Նիկոլին։ Ուրեմն այս երեք փաստերը, որ դուք եկեղեցին համարում եք սրբություն, Փաշինյան Նիկոլին համարում եք ազգի դավաճան ու թշնամի, եւ երրորդ փաստը, որ Փաշինյան Նիկոլին ինչ որ X մարդիկ բերել են իշխանության։ Այս փաստերի հիման վրա ես ձեզ ներկայացնեմ ինչպես է նրանք հաջորդական կուտը ձեզ ուտեսնում։ Նայեք, հիմա այդ X մարդիկ ինչ են ցանկանում իրականացնել, ինչ ծրագիր ունեն։ Նախ ես իմ հաղորդումներով բազմաթիվ անգամ ես նշել եմ, այսօր էլ համառոտ ասեմ, ինչ է ստրատեգիա եւ ինչ է տակտիկա։ Ստրատեգիան դա երկարաժամկետ նպատակների համար իրականացվող ծրագիր է, իսկ տակտիկան դա կարճաժամկետ նպատակների համար իրագործվող քայլեր են։ Տակտիկան դա քայլ է, իսկ ստրատեգիան դա ծրագիր է։ Տակտիկական քայլերի միջոցով կարելի է իրականացնել ստրատեգիական ծրագրեր, երկարաժամկետ։ Շախմատիստները բոլորը լավ գիտեն այդ մասին։ Եվ տակտիկական քայլերը կարող են լինել խաբուսիկ, օրինակ շախմատիստը զոհաբերում է իր ֆիգուրաներից մեկին, հակառակորդը չի հասկանում, որ նա զոհաբերում է եւ միտումնավոր է զոհաբերում, որովհետեւ հակառակորդը չգիտի քո ստրատեգիական ծրագիրը։ Այդ զոհաբերությունը քեզ ձեռնտու է եւ նա այսինքն կուտ է տալիս, այդ զոհաբերությունը տալիս է, որպեսզի նա ընդունի զոհաբերությունը քո ստրատեգիական ծրագրի համար։ Հիմա այդ նույն բանը նրանք են անում Փաշինյան Նիկոլի միջոցով։ Նայեք, որն է նրանց ստրատեգիական ծրագիրը։ Կա երկու տարբերակ։ Մի տարբերակը այն է, եկեք այդ մարդկանց մասին կարծիք չկազմենք, լավ մարդիկ են, թե վատ մարդիկ են, դնենք մի կողմ։ Մենք պետք է եզրակացություն կատարենք, մարդու մասին եզրակացություն պետք է կատարել, արդյունքում ինչ ստացվի։ Արդյունքում ինչ կստացվի, այդ ժամանակ է նրանց մասին կարծիք պետք է կազմել։ Հիմա նրանց նպատակներից մեկը կարող է լինել այն, որ ցանկանում են եկեղեցին քանդեն։ Այո, իրենց համար եկեղեցին դա հայ ազգի սրբությունն է, իրենք ցանկանում են եկեղեցին քանդեն։ Չեմ ցածում, ես դա ցանկանում եմ անեմ, անձամբ։ Տեսեք, չեմ թաքցնում, ես ուղիղ տեքստով ասում եմ։ Եկեղեցիները Հայաստանում պետք է փակվեն եւ քրիստոնեություն աղանդը պետք է վերանա։ Բայց սա դնենք մի կողմ։ Երկրորդ տարբերակը այն է, որ սրանք ցանկանում են իսկապես եկեղեցուն բարեփոխումներ կատարել։ Կեղտոտա եկեղեցին ցանկանում են մաքրել։ Հիմա այս երկու տարբերակներից
որ մեկն են ցանկանում իրականացնել։ Դա հասկանալու համար, ժողովուրդ ջան, դա պետք է մենք նայենք, թե իրենք ինչ տակտիկական քայլեր են իրականացնում, որպեսզի հասնեն այս նպատակներից մեկի իրագործմանը։ Հիմա ձեզ հասարակ հարց եմ տալիս, նրանք գիտեն, չէ, որ ձեր համար եկեղեցին սրբություն է։ Ինչա, չգիտեն այդ մասին, այդ Փաշինյան Նիկոլի իշխանության բերած X մարդիկ չգիտեն, անտեղյակ են, որ ձեր համար եկեղեցին սրբություն է, տեղյակ են, չէ։ Եվ նրանք տեղյակ են, որ Փաշինյան Նիկոլը ձեր համար դավաճան է, ձեր թշնամին է։ Եթե նրանք գիտեն, բա ինչու են Փաշինյան Նիկոլի միջոցով ցանկանում եկեղեցին քանդեն, իբր թե ցանկանում են եկեղեցին քանդեն։ Իրենք գիտեն, որ Փաշինյան Նիկոլը ինչ անի, դուք հակառակն եք հասկանալու, չէ։ Փաշինյան Նիկոլը դուրս է գալիս ու ասում է Գարեգին բն երեխա ունի, դա խախտել է կանոնադրությունը եկեղեցական, պետք է բարեփոխումներ կատարենք։ Այն մի 10 հատ քահանա է գտե, իրենց միասին վերջերս մի քանի օր առաջ վարչապետի նստավայրից հայտարարություն կատարեցին, որ բարեփոխումներ պետք է կատարենք եկեղեցում։ Այս X մարդիկ, որ բերել են սրան իշխանության, չգիտեն, որ Փաշինյան Նիկոլը դուրս գա Գարեգինի դեմ, ժողովուրդ ջան, դուք հասկանալու եք, որ սրանք դուրս են եկել ձեր սրբության դեմ, ու դուք պաշտպան եք կանգնելու եկեղեցում։ Չգիտեն։ Գիտեն, չէ՞։ Ինչա հիմար են այդ մարդիկ, որ իմանալով հանդերձ, որ դուք պաշտպան եք կանգնելու եկեղեցուն, իսկ իրենց նպատակն է եկեղեցի քանդելը իբր թե։ Իրենք ոնց կարան եկեղեցին քանդեն, եթե այնպիսի գործողություն են կատարում, որ հասարակությունը իմանում են, պաշտպան է կանգնելու եկեղեցին։ Դուրս են գալու ձեզ մորթ են, չէ։ Իսկ չեք մտածում, որ նրանք ինչ ցանկանում են, նա էլ ստանում են։ Նրանք այնպիսի քայլեր են իրականացնում, ինչ իրենց ձեռնտու է։ Օրինակ, եթե նրանք ուզենային քանդել եկեղեցին, ես չեմ ասում իմ միջոցով, որովհետև հասարակությունը իմ մասին շատ վատ կարծիք ունի, որովհետև ես պրյամո ուղիղ տեքստով հանդես եմ գալիս հակաքրիստոնյա։ Բայց կան մարդիկ, չէ, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ սեր ու հարգանք են վայելում ժողովրդի կողմից, ես անուններ նշեմ նույնիսկ Շումերագետ Արմեն Դավթյանը, հայագետներ Արտուր Արմինը, Համլետ Մարտիրոսյանը, լեզվաբան, գիտնական Հրաչիկ Հակոբյանը, ֆիզիկոս Աշոտ Գևորգյանը, չեմ ցանկանում, ես կարող եմ տասնյակ հարյուրավոր մարդկանց թվարկեմ, որոնք այնքան դրական կարծիք չունեն ոչ եկեղեցու հանդեպ, ոչ քրիստոնեության վերաբերյալ։ Բայց նրանք իրենց մասնագիտական ոլորտներում այնպիսի հաջողությունների են հասել, որ մարդկանց մոտ սեր ու հարգանք են վայելում։ Չեմ ասի ամբողջ հասարակության, բայց մեծամասնության մոտ նրանք հարգանք են վայելում։ Եվ նրանք այնքան դրական կարծիք չունեն եկեղեցու հանդեպ։ Այդ X մարդիկ, որ Նիկոլին բերել են իշխանություն, քիչ են փորձում այդ մարդկանց միջոցով եկեղեցին քանդեն, քանի որ հասարակությունը ինչ որ տեղ, ինչ որ ժամանակ հետո, եթե անընդհատ նրանք այդ գործունեությամբ զբաղվեն, իսկ այդ X մարդիկ փաստեր կներկայացնեն, կտրամադրեն այդ մարդկանց, եւ հասարակությունը այդ մարդկանց կարծիքը հաշվի կառնի, որ այսօր էլ շատերը հաշվի են առնում այդ մարդկանց կարծիքը, ինչու այդ մարդկանց միջոցով չեն նրանք ցանկանում եկեղեցին քանդել։ Գիտեք ինչու։ Առաջին հերթին այդ մարդիկ այդ գործունեությամբ չեն զբաղվում, ես ուղիղ զբաղվում եմ, չնայած նրանք դրական կարծիք չունեն եկեղեցու հանդեպ, բայց նրանք, ես ձեզ ասեմ, իրենց աշխատանքից են վախենում, կկորցնեն իրենց աշխատանքը։ Դրա համար այդ գործունեությամբ չեն զբաղվում։
Եվ մյուս կողմից էլ այդ մարդկանց ես անձամբ բոլորին ճանաչում եմ, շփվել եմ իրենց հետ, նրանք հաստատ ոչ Նիկոլի, ոչ էլ Նիկոլի իշխանության բերած մարդկանց հետ համագործակցության չեն գնա։ Ինչքան չլինի նրանք իսկապես ես այդ մարդկանց ճանաչում եմ ազնիվ արդար մարդիկ են եւ այս սրիգաների հետ համագործակցության չեն գնա։ Եվ ինչու այդ X մարդիկ այդ մարդկանց միջոցով եկեղեցու քանդելը իրագործեն, եթե կա ավելի լավ գործիք Փաշինյան Նիկոլ անունով։ Իսկ արդյունքում արդյոք նրանք ցանկանում են եկեղեցին քանդել։ Միգուցե ցանկանում են ընդհակառակը եկեղեցու դիրքերը ամրապնդեն, դրա համար օգտագործում են Փաշինյան Նիկոլին։ Նորից եմ ցանկանում կրկնել, նրանք չգիտեն, որ Փաշինյան Նիկոլը դուրս եկավ Գարեգինի դեմ խոսա, ժողովուրդը պաշտպանականգնելու եկեղեցուն։ Գիտեն, չէ՞։ Բայց ինչու են այդպես վարվում։ Հիմար են։ Չէ, ժողովուրդ ջան, իրանք հիմար չեն։ Դուք եք միամիտ, որ այդ տակտիկական քայլը չեք հասկանում։ Պատկերացրեք, իրենք երկու շուն ունեն, շներից մեկը կներեք, որ այո, դուք ձեզ եկեղեցական եք համարում, քրիստոնյա եք համարում, բայց ես այս բառն եմ օգտագործում։ Շներից մեկը եկեղեցին է, պատկերացրեք, եկեք ենթադրենք, շներից մեկը եկեղեցին է, իսկ շներից մեկը Փաշինյան Նիկոլն է։ Եվ նրանք գիտեն ձեր կարծիքը, ձեր գիտակցական միտքը գիտեն, նրանք աշխատում են ձեր գիտակցության հետ, որ դուք Փաշինյան Նիկոլի մասին ինչ կարծիք ունեք եւ ինչ կարծիք ունեք եկեղեցու մասին։ Եվ եթե այս մյուս շանը, իրենց երկուսն էլ իրենց շներն են, այս մյուս շանը ասեն հրահանգ տան դուրս արի հաչա այս մյուս շան վրա, ժողովուրդ, քանի որ գիտեն ձեր գիտակցական միտքը եկեղեցու հանդեպ, դուք նրանք գիտեն, պաշտպան եք կանգնելու եկեղեցու։ Հենց դա էլ իրենք ցանկանում են, որ ձեր կարծիքը չփոխվի իրենց մյուս շան մասին, եկեղեցու մասին ձեր կարծիքը չփոխվի, որպեսզի կարողանան իրենց իշխանությունը պահպանել ու կառավարել ձեզ։ Եթե դուք ձեր կարծիքը փոխեք եկեղեցու մասին, ինչպես օրինակ 2018 թվականին դուք Նիկոլի մասին շատ դրական կարծիք ունեիք, իսկ այսօր բացասական կարծիքը փոխեցիք։ Այդ նույն կերպ նրանք չեն ցանկանում, որ դուք ձեր կարծիքը փոխեք իրենց ամենագլխավոր զենքի, գործիքի մասին։ Դրա համար այս տակտիկական քայլն են կիրառում իրենց շներից մեկին Փաշինյան Նիկոլին։ Հրահանգ են տվել, որպեսզի նա հաչա եկեղեցու վրա, Գարեգին Բ-ի վրա։ Նա եկեղեցու վրա չի էլ հաչում։ Եթե դուք լսեք նրա ելույթները, նա խոսում իր ելույթում ասում է հայ առաքելական սուրբ եկեղեցին բարեփոխումներ պետք է կատարվի, այսինքն ինստիտուտը ինքը ընդունում է, Փաշինյան Նիկոլը ինստիտուտը ընդունում է, իմ ազգի թշնամի Նիկոլ Փաշինյանը եկեղեցին սուրբ է համարում։ Այդ ո՞նց եղավ, որ իմ թշնամու համար առաքելական եկեղեցին սրբություն է։ Ուղղակի հենց մի երկու դերասան իրան լավ չեն պահում, հա։ Ինչա դերասաններին, ծառաներին Նիկոլը փոխավ, ինստիտուտը փոխվելու է։ Բայց ո՞նց եղավ, որ այդ սուրբ եկեղեցում ինչ որ դավաճաններ են հայտնվել։ Իսկ միգուցե հենց ամբողջ ինստիտուտն է մեր ազգի թշնամին, որում ես համոզված եմ։ Դրա համար սրանք Փաշինյան Նիկոլի բացասական ռեյտինգը օգտագործում են, որ դուք պաշտպան կանգնեք իրենց երկրորդ շանը եկեղեցուն։ Ձեր կարծիքը չփոխեք եկեղեցու մասին։ Սա իրենց ամենագլխավոր զենքն է, որ 301 թվականին
եկեղեցու միջոցով, քրիստոնեության միջոցով ներխուժեցին մեր երկիր, բռնազավթեցին եւ մեր հայրենի տարածքները հերթականությամբ տալիս են Թուրքին։ Հասկացաք։ Հասկացաք ինչ են անում, ոնց են ձեզ կուտ տալիս։ Փաշինյան Նիկոլը այսօր կա, վաղը չկա, բայց իրանց ամենագլխավոր զենքը, որը եկեղեցին է, իրենց ձեռք չի տալիս, որ դուք ձեր կարծիքը փոխեք եկեղեցու մասին։ Դրա համար ոչ թե սեր ու հարգանք վայելող մարդկանց միջոցով են ցանկանում իրենց իբր եկեղեցի քանդել ծրագիրը իրականացնել, այլ պարազիտ Փաշինյան Նիկոլի միջոցով, որպեսզի դուք ձեր կարծիքը չփոխեք եկեղեցու հանդեպ։ Նրանք ձեր գիտակցության վրա են ազդեցություն ունենում, ձեզ իջեցրել են այնպիսի գիտակցական մակարդակի, ձեր հոգեբանությունը լավ գիտեն, թե դուք ինչպես եք վարվելու։ Նորից եմ ցանկանում ասել, կրկնել, հիմար են այդ մարդիկ, որ աշխարհում ինչեր են կարողանում անել, չգիտեն, հա, որ Փաշինյան Նիկոլը դուրս եկավ Գարեգին Բ-ի դեմ խոսած, հասարակությունը պաշտպանականգնելու եկեղեցու։ Հենց դա իրենք ցանկանում են, ժողովուրդ ջան։ Իրենք ցանկանում են, որ դուք ձեր կարծիքը եկեղեցու մասին երբեք չփոխեք, որպեսզի կոտորեն ձեզ, վերջնական հարվածը հասցնեն, իրենց խաղաքարերը չբացվի, իսկ ես սրանց դեմքները պատռելու եմ։ Ոչինչ, այսօր դուք ինչ չեք ընդունում, ոչինչ, վաղը չեմ իսուր ընդունելու եք, երբ որ սրանց դեմքները պատռվեց։ Հասկացաք ինչա տեղի ունենում։ Շախմատից պետք է լինեք, որ հասկանաք, տակտիկան իմանաք ինչա, ստրատեգիան իմանաք ինչա։ Սրանք հիմար չեն, որ Նիկոլին հանել են եկեղեցու իբր թե Գարեգինի դեմ։ Հիմար են։ Դուք եք միամիտ, ժողովուրդ ջան։ Այսքանն էի ուզում ասել, գնացեք ու մտածեք։ Գնացեք ու մտածեք, թե ինչ են անում ձեր հետ։ Կուտ են տալիս, հերթական կուտն են տալիս։ Կերակ կուտը շատ վատ է լինելու ձեր վիճակը։ Առաքելական եկեղեցին դա ջհուդական ինստիտուտ է։ Ջհուդական ինստիտուտ է։ Այս թատրոնը, որ իրանք ներկայացնում են ձեզ, իրենց ջհուդական ինստիտուտի դիրքերի ամրապնդման համար է։ Մի հատ տեսնեն էլ ես հասարակության մեջ ինչքան մարդ է եկեղեցին դեռ հարգում։ Կարդում են ձեր գիտակցությունը, ձեր մտքերը։ Չգիտեն, որ դուք պաշտպան եք կանգնելու եկեղեցուն, եթե Նիկոլը դուրս եկավ եկեղեցու դեմ։ Գիտեն, չէ՞։ Իսկ չեք մտածում, որ դա իրենց ձեռնտու է, որ դուք այդպես էլ մտածեք։ Ինչ ցանկանում են, նա էլ ստանում են։ Նրանք 2-3 քայլ առաջ են մտածում, իսկ դուք պրիմիտիվ ցածր գիտակցության արարածներ եք, այն գրքի մեջ էլ ինչ է գրած։ Աստվածաշունչ գրքի մեջ ինչ է գրած, ձեզ ում հետ են համեմատում, ոչխարի հետ։ Այո, ձեզ իջեցրել են այդ մակարդակի եւ ձեզ կառավարում են։ Այսքանը։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։